պատրաստել ենք շատ համեղ մյուսլի բատոնчикներ, մեզ անհրաժեշտ է վարսակի փաթիլներ, երկար եփող եւ ցանկացած ընկուզեղեն, որը որ դուք սիրում եք կամ այդ պահին կունենաք տանը, ինձ մոտ դդմի սերմեր էր, կունճուտ, ընկույզ, այս ամենը թավայի վրա մի փոքր բովում ենք, լցնում ենք մի ընդհանուր տեղ, ես նաև ավելացրեցի սերմեր, կարելի է նաև չիայի սերմեր ավելացնել, ինձ մոտ պտավատի սերմեր էր, ավելացրեցի 2 տեսակ շոկոլադ, կտրատած խուրմա, նաև կարագը, մեղրը, իմիջիալոց մեղրը ասում են տաքացնել չի կարելի, բայց չգիտեմ, ես օգտագործում եմ, շատ համեղ է ստացվում, ուրեմն մեզ անհրաժեշտ է այդ մասայի վրա ավելացնել նաև 2 ձուն և շաքարավազը, վանիլը միասին այդպես հարած, բեզեի նման զանգված, որպեսզի մեր զանգվածը լինի կպչուն, այսպես, նաև ես ավելացրել եմ կրախմալ, 2 ճաշի գդալ, որպեսզի բատոնчикներ ստանամ, եթե դուք չեք ուզում բատոնчикներ, ուզում եք գրանոլա պատրաստեք, կարող եք այդ ձվային զանգվածը և կրախմալը բաց թողնել, ուղղակի դնել ջեռոց, չորացնել, իսկ այս դեպքում, երբ ուզում ենք բատոնчикներ, դնում ենք ջեռոց, 20 րոպե հետո հանում ենք, կտրատում ենք մասերի և նորից ևս 10 րոպեով դնում ենք ջեռոց, և պատրաստ է անչափ համեղ